Կորսետի մոդելավորում ձեր հետ եմ կիսվում իմ աշխատանքային էտապով, մտորումներով, այդպես ասեմ, որտեղ այստեղ կա մի քանի տարբերակներ եւ ես մտածում եմ, որ տարբերակը ավելի լավ կլիներ։ Առաջի տարբերակը, որ ամենահեշտն է, ավելացնել ահա այսպիսի կտոր, որը բավականին հեշտացնում է աշխատանքային, կարելի է ավելացնել արդեն մշակված պատրաստի եզրերով փակ եւ ահա այսպես տեղադրել, նույնիսկ կարելի է այստեղ արդեն գաղտնի կարով ամրացնել, օրինակ այստեղ ինչ-որ դեկոր լինի եւ գաղտնի կարով ամրացնել, սա մեկ տարբերակ, բայց այստեղ ես մտածում եմ, փոքր կրծքագեղձերի համար սա նորմալ կլինի, բայց եթե մեծ լինի կամ ծանր լինեն, կամ ցած իջած լինի, նայած ինչ կազմվածքի համար, սա մանեկենը իր համար ամեն ինչ իդեալական է լինում, բայց եթե լինի անհատական ինչ-որ առանձնահատկություններ, այդ դեպքում կարծում եմ, որ այսպիսի փոքրիկ դետալը արդեն ծանրաբեռնված կլինի եւ այստեղ հնարավոր է այնքան էլ գեղեցիկ չլինի արդեն պատրաստի վիճակում, այսինքն փոքր չափերին այո գեղեցիկ կլինի, մեծ չափերի դեպքում խորհուրդ կտամ առանձին չաշկան, արդեն պատրաստի երևի թե ավելի հեշտ լինելու համար, պատրաստին այս հիմնական կտորով պատրաստել, կարել եւ այստեղ ներքևի մասում, այս հատվածում չաշկաները իրար ամրացնել եւ աստառին արդեն ամրացնել պատրաստի չաշկաները, սա որպես էլի նորից հեշտ տարբերակ, ստացվում է չաշկայի միայն վերևի մասերն է լինելու Երևանում։ Եվ եւս մի ավելի այսպես աշխատատար տարբերակ, երբ որ կարվում է ներսում կորսետային սետկայով կարող է լինել բարակ ինչ-որ մի բանով եւ կարվում է այս կտորներից մեկին, այսինքն կարից մեկին, կամ կողքի կարին, կամ այս կարին, կամ այս կողքի կարին, կամ էլ լինում է որ ավելի ծանր կրծքագեղձերի համար գնում է արդեն մինչեւ վերջ եւ ներսից ունենում է կապեր, որ ամբողջությամբ ձգվի։ Այդ դեպքում այս դետալը առանձին ֆունկցիա ունի։ Հիմա ինչ վերաբերում է այս դետալի այս սուր հատվածների ընտրությանը, թե ոնց եմ ես մտածում, ոնց եմ ընտրում սա։ Ինչպես եմ ընտրում այս սուր հատվածների տեղերը, ինչպեսին լինելը։ Ես հիմա այստեղ տեսնում եմ, որ եթե կոստոճկան կարվի այստեղ սա գա այս հատվածում, վերջանա, սա լավ չի լինի։ Այսինքն պետք է մտածենք այս կարա այնպես գալ, որ այս մշակումը ընկներ ավելի ճիշտ այս հատվածում։ Եվ սրա մշակումը նույնպես ընկներ ու իրար չխանգարային։ Այս պահը պետք է ձևափոխվի։ Եվս մի բան, որ այն չպետք է լիներ թևի հենց տակը մոտը, պետք է մի փոքր այսպես 1 սանտիմետր կողք։ Հիմա այն փոփոխությունը, որ ես կատարել եմ, արդեն ես կփոխեմ մոդելավորման իմ այդ գծագրից նորից դետալները, այդ դետալները կփոխվեն եւ մի փոքր այս սուր հատվածը կգա այս կողքի։ Ես այս հատվածը բաժանել եմ 2 հավասար մասի եւ ընտրել եմ այդ մասը, հիմա արդեն կընտրեմ ոչ հավասար, այլ ընտրել ամբողջ 4 հատվածը։ Ներքևի այս դետալը, դրա մասին նույնպես խոսեմ, նայեք, եթե սա գոտկատեղի մակարդակն է, եթե մենք ձգում ենք ամբողջ մեր հատվածը, ահա այստեղից, գոտկատեղի հատվածից, սա մնում է առանց ձգվելու։ Այն պետք է հանգիստ նստի, այսինքն չպետք է ձգի, լինի փոքր, որովհետև եթե եղավ փոքր, այստեղ ասենք օրինակ մշակեցիք եզրը եւ ինքը այսպես ձիգ եք մշակել, որ պահի չբարձրանա վերև, բայց ինքը այսպես կբարձրանա, այսինքն դեպի ներս եւ փուչիկ կտա այստեղ։ Տեղ կլինի շարժվելուց նստելուց, դա մեկ։ Երկրորդը, եթե թույլ թողնեք, ապա ընդհակառակը կբարձրանա այսպես վերև։ Շատ ձգի դեպքում էլ կբարձրանա, որտեղ փոքրությունից կբարձրանա, կամ ընդհակառակը, ինչպես ասեցի, ներս կգնա։ Հիմա սրա տեղը պետք է որոշվի այնպես, որ լինի ոչ շատ ներքև, որ իջնստելուց շատ չխանգարի այդ ծալքերին, այսինքն մի փոքր։ Ես ընտրում եմ հիմնականում մոտ կարող է լինել 5 սանտիմետր, այստեղ ես ընտրել եմ 8 սանտիմետր գոտկատեղից։ Պես ասեմ, դա այստեղ կարաբաժինել կա, բայց կարող է լինել նաև ավելի քիչ 5 սանտիմետր, օրինակ այսքան լիներ արդեն իր պատրաստին։ Պարզապես երբ որ ես թեքություններ եմ ընտրում, ես թեքությունները ընտրում եմ այնպես, որ նրանք լինեն երևան, որ սխալ չի կտրած, այլ իրոք թեքություն, այսինքն թեքությունը իմաստ ունենա, ֆունկցիա ունենա, բայց այդ թեքությունը պետք է լինի այնպես, որ հանկարծ նստելու չխանգարի։ Դրանք դեռևս վերլուծություններ են, հետո կնկարեմ մոդելավորումը, արդեն մշակած, ամեն ինչի տեղը որոշված, որ ավելի ձեր համար հեշտ լինի, այսինքն այդ աշխատանքը հիմա ես կատարում եմ այսպես մանեկենի վրա։